Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերի ժամը, սիրով ենք ասում բարի լույս բոլորին։ Բարի լույս սիրելի ռադիոլսողներ, Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը սկսված է եւ մենք իսկապես սուրճով ու սիրով սկսում ենք օրը ձեզ հետ հանրայինի ուղիղ եթերում։ Ժամուկես ձեզ հետ կլինեն Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս բոլորին, կարծես թե ամեն ինչ տեղում է, մեր անձնակազմին եւս ողջունում ենք, բոլորը ժպտերես պատրաստ մեզ հետ աշխատելու ակնկալիքով, այսպես դրական էմոցիաներ ստանալու։ Վստահ եմ նաեւ դուք էլ ինչ կարող ենք մաղթել այսօր։ Ամենակարևորը որ լավատես լինենք։ Այո, այսօր ուրբաթ է, մի փոքր այսպես ավելի թեթև կարող է օրը անցնել, հիշելով որ առջևում շաբաթ կիրակի է, այնպես որ շատ մի նյարդայնացրեք մանր ու միջին խնդիրների վրա։ Վերջացավ։ 18-ն է ապրիլի։ Ունենք 2 տոն, որոնց կանդրադառնանք եթերին։ Այո, եւ հիշեցնենք, որ մենք եթերում ենք ոչ միայն 107.7 հաճախականությամբ, այլև մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո գտեք մեր էջը, բաժանորդագրվեք եւ հետեւեք ուղիղ եթերին, նաեւ կարող եք մեկնաբանություններ գրել, ողջույններ եւ նաեւ օրվա հարցի պատասխան, որը մենք րոպեներ անց կհնչեցնենք։ Գնանք, սկսեցինք։ Սուրճ ու սեր առավոտից։ Սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր օրը սկսում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքի հետ։
Եվ այսօր ինչպես ասացինք, ապրիլի 18-ն է, եղանակից խոսենք Տիգրան, ասենք որ հանրապետության տարածքում այսօր առանց ստեղումների եղանակ է սպասվում, քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, Երևանում եւս ստեղումներ չեն կանխատեսվում եւ առավելագույն ջերմաստիճան այսօր կլինի +19, երեկոյան +12, իսկ գիշերը +6։ Դա օրվա ընթացքում։ Իսկ այ գիշերը, խնդրեմ, ապրիլի 18-ին, 19-ին եւ 20-ի գիշերը նույնիսկ սպասվում է կարճատև էսպես անձրև տեղումներ հանրապետության տարածքում։ Այո, իսկ ցերեկը այսօր չկա, այնպես որ տանից դուրս գալուց առաջ կարող եք անձրևանոց չվերցնել, այս պահին Երևանում +10 եւ բավականին արևոտ եղանակ է։ Ինչ է չես ասի խցանումների մասին, բնականաբար այս պահին 7 բալանոց խցանում ունենք մայրաքաղաք Երևանում։ Ես տեսնում եմ, որ այ Կիևյան կամուրջը, Հրազդան կամուրջը եւ Կիևյան փողոցը ամբողջությամբ երկկողմանի պայծառ էսպես կարմիրով է նշված, այսինքն խցանված է։ Թե վաղ առավոտից այ 8:30 ես պարեկներին նկատեցի խաչմերուկներում, Կիևյան Օրբելի, Հալաբյան, այսպես Լենինգրադյան խաչմերուկին, բայց միևնույնն է այս անգամ չստացվեց, չօգնեցին պարեկները մեզ, խցանումը էլ ավելի թեժացավ։ Այնպես որ ամրությունն ու վարորդների նյարդերին, ովքեր այս պահին ղեկին են, լսում են մեզ, ոչինչ, դանդաղ, բայց կարևորը տեղացնեք։ Ողջունենք նաև ուղևորներին, որոնք այս կամ այն տրանսպորտային միջոցի մեջ եւ վարկյաններն են հաշվում, քանի որ այս կամ այն տեղից ուշանում են, դե ինչ արած խցանումների մեղավորը դուք չեք։ Դրա համար պետք է մի փոքր միգուցե շուտ դուրս գալ, բայց անկեղծ լինենք, Տիգրան, հաճախ նաև ճիշտ հաշվարկով չէ, դեռ ավելի վաղ էլ դուրս ես գալիս, բայց անկանխատեսելի մի այնպիսի խցանում է լինում, ուշանում ես։ Դե ամեն ինչ էլ պատահում է։ Կարևորը լավատեսությունն է եւ ժպիտները, փակ ճանապարհներ հանրապետության տարածքում չունենք, բացառությամբ ամբերտ բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քայլիչ տանող ավտոճանապարհը դա դեռ փակ է, բայց Լարսը բաց է վերջապես օրեր անց, Լարսը այսօր բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ահա, եւ մենք դեռ եթերը այսպես ասած չսկսած չենք հրապարակել թեման, բայց մեզ զանգարում են, տեսնենք ինչ ունի ասելու ունկնդիրը։ Բարի լույս, ռադիոլսող դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Հակոբ է։ Շատ ուրախ ենք Հակոբ, ինչ եք անում, որտեղ եք այս պահին աշխատավայրում, մեքենայում թե տանը։ Չէ, հիմա տունն եմ։ Եվ պատասխանում եմ։ Ուր եք գնալու։ Ուր եք գնալու աշխատանքի։ Նման մի տեղ մաս։ Նման մի բան, հետաքրքիր է, ված չի։ Ինչ ունեք մեզ ասելու Հակոբ, այսպես մի անգամից զանգը միացրեցինք, ծանոթացանք։ Լսում ենք ձեզ։ Ողջունում եմ բոլորին։ Ահա։ Որ մեզ լսում են։ Նաև հատկապես ողջունում եմ հանրային ռադիոյին, ասեմ, որ ես ձեր մշտական լսողներից եմ։ Շնորհակալ ենք։ Հակոբ, մենք ձեզ ոչ միայն ողջունում ենք, այլև շնորհավորում ենք։ Ասեք ինչի համար։ Հարցրեք, ինչի համար։ Ինչի համար։ Ինչի համար։ Ասա Սևակ, ինչի համար։ Որովհետև այսօր աշխարհում նշում են ռադիո լսողի, ռադիո սիրողների միջազգային օրը։ Մենք դեռ թեմային չէինք անդրադարձել, դուք զանգահարեցիք եւ այսպես առաջին ձեռքից նախ ձեզ ենք շնորհավորում։ Շնորհավորում ենք ձեզ որպես հանրային ռադիոյի ունկնդիր, անդավաճան ունկնդիր։ Շնորհակալ ենք զանգի համար, այսպես է առաջին զանգը, այո, եւ զանգի միջոցով էլ նաեւ բացահայտեցինք օրվա թեման, այսօր այո, թեմաներից մեկը աշխարհում ինչպես նշեցի, ապրիլի 18-ը նշվում է որպես ռադիո սիրողների օր, այսինքն մեր մշտական ռադիոլսողների մասնագիտական տոնն է այսօր։ World Amateur Radio Day։ Այո, ռադիոլսողների համաշխարհային օր 1925 թվականի ապրիլի 18-ին Փարիզում հիմնվել է ռադիոսիրողների միջազգային միությունը եւ այդ իրադարձության շնորհիվ էլ հենց նմանատիպ մի տոն է հաստատվել միջազգային օրացույցում։ Շատ լավ տոն է, այնպես որ այսօր մենք կշփվենք ռադիոլսողների հետ, բնականաբար կշնորհավորենք նրանց որպես հանրայինի անդավաճան ունկնդիրներ։ Ունենք օրացույցում նաեւ եւս մեկ տոն, եւ միջազգային տոն։ Խոսքը հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա մասին է։ Այո, այսօրը ապրիլի 18-ը ամենամյա տոն է համարվում եւ այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում համաշխարհային ժառանգության եւ պարզապես հուշարձանների այցելությունների, համաժողովների, հուշարձանների եւ տեսարժան վայրերի մաքրման տեսքով, այնպես որ այսօր այս թեմայից եւս կխոսենք եւ նաեւ ունենք հարց մեր ռադիոլսողներին, բայց մեկ այսպես անդրադարձ անենք տոնի նախապատմությանը։ Այո, հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը նշել առաջարկել է հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983-ին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ եւ նպատակն է բարձրաձայնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին եւ անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության եւ պահպանման համար։
Այո, շատ կարևոր օր է եւ մենք գիտենք, որ բազմաթիվ աշխարհում հուշարձաններ նաեւ մեր երկրում չէ, այսպես վտանգի եզրին են, դրա պատճառը շատ հաճախ բնությունն է, բայց ավելի հաճախ մարդիկ իրենց այսպես բարբարոսական վերաբերմունքով, այնպես որ այնինչ ունենք պետք է բնականաբար պահպանել եւ շատ կարևոր է որ կան մասնագետներ, որոնց գործն է նաեւ դրանք պահպանելը, վերականգնելը, թվագրելը եւ այսօրվա մեր հարցը ռադիո լսողներին Տիգրան հնչեցնենք, որն է աշխարհում եւ Հայաստանում ձեր սիրելի տեսարժան վայրը կամ հուշարձանը։ Սպասում ենք ձեր զանգերին, ռադիո լսողներ, ակտիվացեք, չէ որ այսօր ձեր տոնն է։ 553702 մենք ունենք կարծես եւս մեկ զանգ եւ ողջունենք ռադիո լսողին։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Մի քիչ բարձր է, երևի ձեզ մոտ բարձր։ Մեզ մոտ շատ բարձր է։ Ով է մեզ միացել։ Ալո։ Ահա, դե ասեք ձեր անունը։ Լսում եք։ Լսում ենք, մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես իմացա որ լսողների այդ ռադիո լսողների օրն է, այո, ճիշտ եք իմացել։ Ես ոչ ճիշտն ասած 3 տարեկանից ռադիոյում լսում։ Օհո։ 75 տարեկան եմ հիմա։ Վաստակա շատ ռադիո լսող եք, վաստակ։ Ամեն օր լսում եմ։ Ահա։ 3 տարեկանից ինչ եմ հիշում եմ երբ հաղորդեցին Ստալինի մահվան համար։ Մենք տունը միշտ ռադիո ենք ունեցել։ Ռադիո լսեցի ժամանակ բոլոր լացում էին ինչ-որ բաներ, աղոթը տենց հիշում եմ 3 տարեկանից սկսած։ Ինչ հետաքրքիր է։ Բացի այն, որ այսօր ռադիո սիրողների օրն է, նաև հուշարձանների միջազգային օրն է, այդ ձեր սիրելի տեսարժան վայրը Հայաստանում ո՞րն է։ Հուշարձանը։ Հա, իմացա, նոր ասում եք, իմացա։ Ահա, եւ ո՞րն է։ Ո՞րն եք սիրում, որ տեսարժան վայրն եք ամենաշատ այսպես հավանում։ Ես շատ տեղեր եմ եղել, Բալտիկա, ինչ-որ քաղաքները, Լենինգրադ, Վոլգոգրադ, շատ տեղեր եմ եղել։ Մեկ հուշարձան կնշեք, այ որ ձեր հուշարձանը չեմ կարող նշել, բայց Լենինգրադի այդ անունը մոռացել եմ։ Որ ջրի ափին երկար սիրուն հայկական ինչ-որ է ճարտարապետությունը հայ ճարտարապետ է կառուցել։ Կգտնենք, Google կանենք, կգտնենք։ Կփորձենք գտնել։ Իսկ Հայաստանում ունեք սիրած տեսարժան վայր, Փառք Աստծո մեր երկիրը հարուստ է։ Հիմա չեմ կարող այդպես ասել, բայց բոլոր տեղերում սիրում եմ։ Գեղարդը։ Գոշավանք։ Ստեփանակերտը Շուշիում եմ եղել։ Ճարտարապետների հետ միասին, համայնային տղաների հետ բան։ Ահա։ Շատ լավ, ձեզ լավ օրենք մաղթում, լավ տրամադրություն, շնորհակալ ենք զանգի համար։ Եվ շնորհավորում ենք մասնագիտական տոնի արդիվ 72-ամյա, այսպես 75, այո, փորձ ունի, նկատի ունեմ աշխատանքային ստաժը, այո, ռադիո լսողի 72 տարի է ձգվում, այնպես որ շարժվում ենք առաջ եւ սպասում ձեր մեկնաբանություններին, ձեր սիրելի տեսարժան վայրերը Հայաստանում եւ աշխարհում։ Լայվը գործարկված է, գրեք, մենք սիրով կընթերցենք։ Isn't the best place to find the lovers, so the bar is where I go. Me and my friends at the table doing shots, tripping fast and then we talk slow. Come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. I'm in love with the shape of you. We push and pull like a magnet do. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room. Now my bedsheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. 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 Every day discovering something brand new. I'm in love with the shape of you. Weekend, we let the story begin. We're going out on our first date. You and me are thrifty, so go all you can eat. Fill up your bag and I fill up the plate. We talk for hours and hours about the sweet and the sour and how your family's doing okay. And leaving, getting in a taxi, kissing the backseat, tell the driver make the radio play. And I'm thinking like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. I'm in love with the shape of you. Push and pull
come on. Come on, be my baby, 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 come on. I'm in love with the shape of you. Push and pull like a magnet. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room. Now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. Come on, be my baby. Come on, I'm in love with your body. Come on, be my baby. Come on, I'm in love with your body. Come on, be my baby. Come on, I'm in love with your body. Every day discovering something brand new. I'm in love with the shape of you. 9:45 մենք շարունակում ենք միասին վայելել Գարնանային առավոտը հանրայինի հետ։ Եվ արթնացնող հիթերը Տիգրան Հարությունյանի երկացանկից են։ Սիրով կրկին բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել եւ ասում, որ մեզ կարող եք նաեւ դիտել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւ զանգահարել 55 37 02 եւ այս պահին Տիգրան հնչեցրու քո ֆիրմային զանգի կոչնակը։ Բարի լույս ունկնդի, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթ ձայներ, մեր ընտանիքից հանրայինի, ով է մեզ միացել։ Ես մեծ ուրախությամբ լսում եմ ձեր բոլոր հաղորդումները Շնորհակալ ենք։ Եվ ասեմ ձեզ, որ ես դեռ երիտասարդ տարիներից, ավելի ճիշտ դպրոցական տարիներից միշտ լսել եմ ռադիո եւ ասեմ, որ հայկական ռադիոն մեծ նշանակություն ուներ երիտասարդների դաստիարակության գործում, հատկապես բազմակողմանի զարգացման գործում եւ ռադիոյով ես շատ ավելի հարստացել եմ, հատկապես երաժշտական հաղորդումների շնորհիվ, գրական հաղորդումների շնորհիվ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ այս լավ աշխատանքի համար։ Հիմա լսում եմ մեծ հաճույքով, աշխատում եմ որոշ հաղորդումներ անպայման լսել, ցավոք սրտի երեկոյան դրանք լինում եւ հերոսատեսությունը խանգարում է, այսպես ասած, բայց բոլոր դեպքերում շնորհավորում եմ բոլոր ռադիոլսողներին, որոնք հաճույքով լսում են հայկական ռադիոն եւ ասեմ, որ հայկական ռադիոն մեծ դեր է խաղում նաեւ լեզվի կատարելագործման, զարգացման գործում հայերեն լեզվի էլի, հայոց լեզվի, որովհետեւ այդտեղ նրանք ովքեր արտասանում են հայերեն լեզվով ինչ որ տեքստեր եւ այլն, դա լրիվ ամրանում է երիտասարդների ուղեղում եւ պետք է նրանք ձեզանից սովորեն ճիշտ խոսել, արտահայտվել հայերեն։ Շնորհակալ ենք լավ խոսքերի համար։ Միևնույն ժամանակ հիմա ուզում եմ բոլոր այն տնտեսուհիները, որոնք հիմա զբաղված են այդ ծածկի գործերով եւ այլն հոգերով, որովհետեւ մեծ մասամբ իմ կարծիքով լսում են տնային տնտեսուհիները ռադիո։ Շնորհավորում եմ գալիք տոնի առիթով։ Կեցեք, շնորհակալ ենք ձեզ սիրելի ունկնդիր, ջերմ խոսքերի եւ գնահատականի համար։ Լավ օր ձեզ։ Շնորհակալ ենք, ձեզ ենք շնորհավորում, քանի որ սա ձեր մասնագիտական տոնն է, ստաժավոր եւս մեկ ռադիոլսողի ենք մենք միացել, բայց հիշեցնենք, որ այսօր նաեւ նշվում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը եւ դրա արդիվ մենք հարց ենք հղել մեր ռադիոլսողներին, որն է ձեր ամենասիրելի տեսարժան վայրը աշխարհում եւ Հայաստանում, եւ Տիգրան ասեմ, որ մեր Facebook-յան հարթակում արդեն ունենք տարբեր մեկնաբանություններ, Էդիկ Բաբուջյանը գրել Սյունիքում Տաթևը հրաշալի մի այսպես վանական համալիր հայ ճարտարապետության գլուխգործոցներից, Մարիա Վիոլետան, բարի լույս բոլոր ռադիոլսողներին, Արմինե Հովսեփյանը, բարի լույս սիրելիները, շնորհավորում եմ ռադիոլսողների տոնը, բոլորիս մաղթում եմ ականջահաճո ձայներ եւ սրտին ու մտքին նստող լուրեր միայն, իսկ թեմայի վերաբերյալ հավանում եմ շատ Մուղնիի եկեղեցին, այո, եւս մեկ գեղեցիկ տեսարժան վայր եք նշում։ Եվ կրկին զանգ ունենք եթերում, ողջունենք ռադիոլսողին, բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Յուրիկն է Վանաձորից։ Շատ ուրախ ենք։ Յուրի, Վանաձորում ինչ եղանակ է։ Այսօր մեր մոտ լավն է։ Լավն է։ Մեզ մոտ էլ արև է, միացել են Գարունը։ Եղանակ։ Ահա, միացել են Գարունը ձեզ մոտ։ Շնորհավորում եմ բոլոր ռադիոլսողներին, իմ այդ ավակ ընկերները, որ զանգահարեցին։ Բոլորին, հայ ազգին։ Այսօր իմ համար երատոն է, ոչ թե երկտոն է։ Ինչու։ Ասեմ ձեզ,
Այսօր նաև իմ կնոջս ծննդյան օրն է։ Ահա, շնորհավորում ենք։ Շատ մեծ սիրով շնորհավորում եմ, համբերում եմ, իրան երկար կյանք եւ առողջություն եմ մաղթում։ Մենք էլ ենք միանում շնորհավորում։ Բոլոր նրանց, ովքեր որ ծնվել են այսօր։ Կեցեք, մենք էլ ձեզ ենք շնորհավորում որպես մեր անդավաճան ունկնդիր։ Ձեզ լավ ենք մաղթում, ձեր կնոջը անմոռանալի տար է դարձ եւ այո, Տիգրան օգտագործելով առիթը, այո, շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր այսօր ծնվել են, ձեզ այսօր հրաշալի օր եւ ամենակարևորը առողջություն ենք մաղթում։ Նաեւ ողջունենք նրանց, ովքեր ճանապարհ են բռնել դեպի Զվարթնոց օդանավակայան, պատրաստվում են մեկնել կամ գնում են դիմավորելու իրենց հարազատին ու բարեկամին կամ ընկերոջը, ասենք որ ոչ մի ուշացում չունեք, ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների չվացուցակում ոչ մի փոփոխություն չկա, բոլոր չվերթները իրականացվում են ժամանակին։ Կրկին զանգ ունենք, որովհետև շատ տհաճ է, չէ՞ Տիգրան, երբ պատահաբար իմանում ես, որ ուշացում կա։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ մեր հայ ազգին, բոլորին առողջություն եմ մաղթում եւ ուզում եմ ասել որ առավոտ լույսը, արեգակնարդար, արիսկ լույսը։ Ես եմ 74 տարեկան եմ, զանգահարում եմ Վանաձորից։ Վանաձորն ակտիվ է այսօր, կեցեք, եղանակից է երևի։ Ես 20 տարի հիմնական բնակության վայրը Ռուսաստանն է, բայց հայկական ռադիոյի հավելված իմ հեռախոսում է։ Ահա։ Ու ես շնորհակալ եմ, որովհետև դուք իմ հետ միշտ իմ հետ եք, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում ամենտեղ։ Շնորհակալ ենք։ Ես շնորհակալ եմ, խոնարհվում եմ ձեր արած գործի առաջ։ Մենակ խնդրում եմ միշտ մեր մաքուր հայկական երաժշտությունները մանավանդ մենք կարոտենք մաքուր հայկական ոսկե ֆոնդերի երաժշտությունները։ Ոսկե ֆոնդերից։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ, կեցեք։ Մաղթում եմ ձեզ երկարակեցություն եւ ասորություններ ձեզ։ Ասացիք, որ Հայաստանում չեք ապրում երկար ժամանակ, չեք ապրել, տեսարժան վայրեր կնշեք աշխարհում, որ սիրում եք։ Գալիս գնում եմ տեսարժան վայրի, ամենասիրած տեսարժան վայրը մեր Գեղարդն է։ Ահա։ Վարմին ու Գեղարդը, սրբավայրը մեր Էջմիածինը, այս տարի ես բախտ եմ ունեցել, վայելել Էջմիածնի մեջ պատարակ ու աչքերս փակ ինձ պատկերացրել եմ այն բոլոր մեծերին սրբերին, որոնք այդտեղ պատարակ են մատուցել, դա հրաշք օրերից։ Հրաշալի է։ Շնորհակալ ենք, ձեզ լավ օր, ողջունում ենք բոլորին, ովքեր լսում են ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում, բնակավայրերում, այնպես էլ Հայաստանից դուրս Սփյուռքի մեր սիրելի ունկնդիրներին։ Այո, Տիգրան, ունենք էլի մեկնաբանություններ, 1-2-ն էլ ընթերցեմ եւ լսենք մեր ռադիոլսողի պատվերով, այսպես խիստ հայկական։ Պատվերներ չենք ընդունում, բայց հայկական կլսենք։ Խորհրդով, լավ։ Արմինե Հովսեփյանը հատուկ ողջույններս մայրիկիս, ով գերագույն հավատարիմ ռադիոլսող է եւ մի ամբողջ հեռուստացույց միայն օգտագործում է ռադիո լսելու համար։ Ճիշտ ընտրություն, այո, գիտեք, վերջին տարիներին ռադիո նաեւ հեռուստացույցով հնարավոր է լսել։ Վահե Արթինյանը գրել է, որ սիրելի հուշարձանը Սարդարապատի հուշարձանն է, մի փոքր դժվար ընթեռնելի է եւ ասում է, որ առաջարկում է փոքրերի համար հատուկ հաճախականություն, որ դասերի ժամանակ դաստիարակություն լինի, ասենք որ մենք ունենք Արևիկ ռադիոն, հատուկ մանկական ռադիո ունի հանրային ռադիոն, մեկնաբանություններ էլի կան, մեզ բարի լույս են մաղթում մեր ռադիոլսողները, շնորհակալ ենք բոլորիդ ակտիվության համար եւ շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Հայկական շնչով գնացինք։
Սուրճ ու սեր առավոտից։ Անցնող եթերաժամի վերջին 3 րոպեն է առջևում, այդ ընթացքում մենք կհասցնենք կրկին ողջույն լրատվո լսողին, բարի լույս, ունկնդիրը չսպասեց, պաստոր գովազդից հետո նեղվեց ու հեռացավ։ 9:58 հենց այս պահին դարձավ, մեր տաղավարում արդեն ռադիոլուրի մեր գործընկերն է Մարլենան, բարի լույս Մարլենա։ Բարի լույս հարգելի գործընկերներ, բարի լույս հարգելի ունկնդիրներ։ Որպես ռադիոյի աշխատող եւ ռադիոլսող ռադիոսիրող քեզ ենք շնորհավորում։ Նույնպես շնորհավորում եմ ձեզ եւ մեր ունկնդիրներին։ Մարլենա, այսօր նաեւ եւս մեկ տոն կա, հուշարձանների եւ տեսարժան վայրերի օրն է եւ մեր ռադիոլսողներից փորձում ենք ճշտել, որն է նրանց սիրելի տեսարժան վայրը, թե Հայաստանում, թե աշխարհում։ Դու ունես սիրելի հուշարձան, տեսարժան վայր։ Ես նորություն չեմ ասի մեր երկրի մասին, որ հուշարձան ենք բաց երկնքի տակ, բայց վերջին տարիներին ինձ համար ամենօրյա սիրելի հուշարձան է դարձել ռադիոընկերների հուշարձանը, որը կանգնեցվել է հենց հանրային ռադիոյի դիմաց։ 2 տոնը այսպես խաչաձևվեց այս պատասխանի մեջ եւ ռադիոլսողի օր եւ հուշարձանի օր։ Ես սիրով եմ այդ տարածքում ունկնդրում երաժշտություն եւ երկող հուշարձանը։ Մենք ովքեր չգիտեն, ովքեր դեռ չեն եղել, չեն տեսել մեր երկող հուշարձան, արի հրավիրենք ռադիոտուն, Ալեք Մանուկյան մոտ, այո, Ալեք Մանուկյանին, որպեսզի նկարվեք եւ անպայման չմոռանաք նշել հանրային ռադիոն։ Իդեպ շատ հաճախ հենց զբոսաշրջիկները Երևան այցելող դա դարձել է նաեւ զբոսաշրջիկների համար նկարվելու վայր, որովհետեւ կարծում եմ բավականին անսովոր եւ հետաքրքիր լուծումներով Այո, երկող հացան ամեն օր չես տեսնի, ել չենք ասում մեր երկող վերելակը, որը ցավոք ոչ բոլորի համար է բաց, բայց ովքեր հանկարծակի չէ, որպես հյուր գալիս են, միշտ պետք է ստորիում տեղադրեն այդ վերելակը։ Իդեպ ասեմ, որ մենք պատրաստվում ենք նաև նշել 100-ամյակը հանրային ռադիոյի հաջորդ տարի, այնպես որ անակնկալներին սպասեք դեռ։ Եվ արդեն միանանք ռադիոլուրին, ծանոթանանք վերջին ժամի նորություններին։ Մարլենային մաղթենք բարի եթեր եւ ուղղենք ժամացույցները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը ժամը 10 է Հանրապետությունում, բարև ձեզ հանրային ռադիոյի առաջին ալիքի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ 3 Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Հանդիպման մեկնարկին Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալյան, Վահան Կոստանյանը եւ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան 3 երկրների առաջին եռակողմ հանդիպումն ու ընդգծել, որ երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը, նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը, ասված է հանդիպման արդյունքներով Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։ Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն խաղաղության նոր էջ կբացվի, X-ում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, տեղեկացնելով, որ այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել մարզի հարուստ մշակույթին ու պատմությանը, ոգեշնչող է տեսնել տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ ուսուցիչների կատարած կարևոր աշխատանքը։ Հուսով եմ տարածաշրջանը կայուն խաղաղության եւ կայունության նոր էջ կթևակողի, գրել է դեսպանը։ Նա մեկ այլ գրառմամբ նշել է, որ հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկել մարզի զարգացման հարցերը։ Խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժը իրացնելու համար, եւ ես վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը, գրել է դիվանագետը։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգը, հայտնում են խորհրդարանից առանց մանրամասների։ Ալեքսանդր Կոնյուկը ազատվել է Հայաստանում Բելարուսի դեսպանի պաշտոնից, Բելարուսի նախագահի պաշտոնական կայքեջի համաձայն հրամանագիրը ապրիլի 17-ին ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատճառը չի հաղորդվում։
Տարածաշրջանային զարգացումներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երեկ ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Պուտինին է ներկայացրել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը։ Քննարկվել են նաեւ ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ, հայտնել է դիվանագետը։ Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել նախորդին այսօր ապրիլի 18-ին նա կհանդիպի ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հարցերը։ Ուկրաինայի բնական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ Ուկրաինա-Միացյալ Նահանգներ գործարքը կարող է կնքվել ապրիլի 24-ին։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հաստատելուն, նշել է նա։ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շատ կարևոր փուլում են, ասել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավար Իսլամական Հանրապետություն այցի ժամանակ։ Ռաֆայել Գրոսին Թեհրան է այցելել ապրիլի 16-ին, հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այժմ նա Մոսկվայում է ամերիկյան կողմի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելու համար։ Ամառային զորակոչը կմեկնարկի ապրիլի 21-ից որոշման նախագիծը ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Գործադիրը որոշել է հայտարարել Հայաստանի Հանրապետության Արական սեռի համապատասխան տարիքի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլ ընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ։ Եվ լրահոսի վերջին լուրը մարզական է։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի ընթացիկ առաջնության փոխչեմպիոն։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Հարությունյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է 150, 155 եւ 158 կիլոգրամ։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, հետևում ենք իրադարձությունների զարգացմանն ու թարմ տեղեկատվություն կներկայացնենք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե շարունակում ենք միասին վայելել տոնական գարնանային առավոտը։ Տիգրան, ես ուզում եմ այս երկտողը բարձրաձայն ընթերցել։ Քո բարի լույսով արևը ծագեց, երկնակամարը մեղմ շարագունեց ու առավոտը հստակ ղողանջեց, քո բարի լույսով նոր օրը ծնվեց։ Ես էլ եմ նման բացեք ստացել։ Կարդա եւ ասենք, թե այսինչ տողեր են։ Ասենք. Տիգրան արքա հզոր եւ մեծ կեղանի այրող շնչով հրապեց, հա, ճիշտ եմ կարդում։ Միացյալ ու մեծ երկիր փառահեղ պահպանեց զորեղ արքան Տիգրան մեծ։ Ահա, հրաշալի։ Այս բացիկները մենք ստացել ենք մեր մշտական ունկնդիր Գայանե Այվազբալյանից, մեր մյուս մշտական ունկնդիրները հաճախ են լսել նրա ձայնը, նա հաճախ զանգում է մեր եթեր, գրում մեկնաբանություններ, եւ ահա այսօր այս տոնական օրվա արդիվ մենք հյուրընկալել ենք հենց նրան մեր տաղավարում։ Բարի լույս ու բարի գալուստ, վերջապես մեր տաղավար։ Սիրելի ջահելներ ջան, հազիվ հանդիպեցինք, ուրախ եմ, շնորհակալ եմ հրավերի համար, որ այս նշանավոր օրը բազմաթիվ ունկնդիրների միջից ինձ եք հրավիրել հանրային ռադիո։ Ասենք որ եկել եք տորթով, Արմավիրից, առավոտ շուտ եկել հասել եք ռադիոտուն Ալեք Մանուկյան 5 եւ ինչ հետաքրքիր տորտ է, հիմա երևի թե on-line հարթակում նրանք ովքեր մեզ հետևում են կտեսնեն տորտի զարդարանքը, հա, այսպես ռադիո, խոսափող կա այնտեղ եւ Տիկին Գայանեն վաղ առավոտից ճամփա է եկել, որպեսզի գա եւ մեզ հետ անցկացնի ռադիո սիրողի միջազգային օրը։ Այո։ Ես հանրային ռադիո իհարկե առաջի անգամ չեմ եկել եմ ստերեո ստուդիա առաջին անգամ 1998 թվականին ապրիլի 12-ին էր, հա, այսօրվա պես հիշում եմ 6 հոգուց նամակների մրցույթում իմ նամակը մրցանակ է շահել, ինձ հրավիրել էր Կարեն Վարդանյանը, որին շատ երախտապարտ եմ, քանի որ եթերում խոսելու եթերի էթիկային իրեն միջոցով եմ ծանոթացել, առաջին անգամ ինքն է ինձ ծանոթացրել եթեր մտնելու կուլտուրային, էթիկային։ Հա, ես օգտվելով առիթից շնորհավորում եմ նախապես ռադիոյի օրվա արդիվ շնորհավորում եմ բոլոր աշխատակիցներին ռադիոյի հաղորդավարներին, ծրագրավարներին։ Ավելի շատ ձեր օրն է, ռադիոսիրողների օրն է։ Բայց ես առիթից օգտվում եմ եւ իրենց եմ շնորհավորում, որովհետեւ առանց ռադիոյի մենք չէինք լինել։ Առանց ձեզ մենք չէինք կարող լսել ռադիոն։ Ձեր հսկայական, տիտանական մեծ աշխատանքի համար շնորհակալ ենք ձեզ, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր ռադիո լսողների կողմից։ Տիկին Գայանեն, միշտ ակտիվ եք եղել, հա, կարծես, միշտ զանգահարել եք, այսպես կապը պահել 98 թվականին նամակների մրցույթ։ Այո, նամակների մրցույթ 2-3 անգամ մրցանակ եմ շահել, վիկտորինաներ եմ շահել, նույնիսկ նվեր եմ ստացել ռադիոից, այն ժամանակ ժամացույցն է, այո, հանրային ռադիո, սրբությամբ եմ պահպանում այն։ Կարծեմ 80-ամյակի, հա, առիթով էին պատրաստված այս։ Այո, բայց ես ինչ որ վիկտորինայի շահ է, արդեն հարցը չեմ հիշում, վիկտորինայի համար ինձ նվեր տվին եւ մյուսներին շատերին են տվել երևի։ Հրաշալի է։ Ինչպես է ծնվել սերը ռադիոյի հանդեպ եւ այսքան երկար տարիներ շարունակվում է, թեև չէ, հիմական զբաղմունքի այլ միջոցներ, կապի այլ միջոցներ, շատ հրաշալի է, որ դուք շարունակում եք հավատարիմ մնալ ռադիոյին։ Այո, հիմա հնարավորությունները շատ են, եթերային հնարավորություններ շատ կան, մարդիկ կարող են լսել, բայց ռադիո լսել եմ փոքրուց, պիոներական լուսաբացն եմ հիշում, եւ մեր տանը շատ են լսել ռադիո, այն ժամանակ լարային ցանց էր, հետո ռադիո ընդունիչներ ունեցանք, ռադիո օլա էր, հայրս լսում էր հին ռադիո կար, այսպես խրխռում էր մագնիտոլայով, հա։ Այդ մագնիտոլան հետո եղավ, հին մեծ ռադիոներ կար, այսպես ալիքները փոխում էր, խրխռացնում էր եւ այլն, հայրս էր լսում, այն ժամանակ Ամերիկայի ձայններ փնտրում, գտներ այսպես արգելված ալիքները, այնպես որ ռադիոն եղել է իմ կյանքում, բայց 98 թվականին ռադիոն ինձ ներշնչեց, իհարկե ներշնչեց, որպեսզի ես գրեմ բանաստեղծություն, քանի որ առաջին քառատողս գրել եմ դպրոցում, նրանից հետո սառել էր ինձ մոտ այդ բանաստեղծություն գրելը, կարծես քնած լիներ, բայց այդ ծրագիրը, ռադիո ծրագիրը ինձ մեջ արթնացրեց բանաստեղծությունը, որը կարծես քնած էր, հանգել էր։ Եվ դրանից հետո սկսեցի գրել եւ այսպես գիրք գրեցի, ռադիոյին եթերային տողեր էլ այստեղ կան, եւ ստերեո ստուդիային նվիրված տողեր կան, առիթից օգտվելով ուզում եմ ողջունել Կարեն Վարդանյանին, Անահիտ Նավասարդյանին, Աննա Երիցյանին, Ալլա Սուքասյանին, հին աշխատակիցներին ստերեո ստուդիայի, այստեղ իրենց նվիրված տողեր կան եւ ընդհանրապես զարդարել եմ ձեզ համար
ձեռագրերով եմ տողեր գրել ձեզ համար, որ եթե կցանկանաք կարդաք։ Այո, նոր գրածները ձեռագրով եմ գրել։ Հա, շնորհավորում եմ բոլորին կրկին անգամ առողջ եղեք, լավ եղեք, միշտ ուրախ եւ մեզ ուրախացրեք ձեր ջահելական ձայնով, ձեր էներգիայով, ձեր ինչ ասեմ, ձեր էությամբ։ Ռադիոն ընդհանրապես հեռուստատեսությունը չի ստեղծում ինձ մոտ այն, ինչ որ ռադիոն է ստեղծում, հասկանում եք, ճիշտ է, էկրանին պատկերներ են երևում եւ այլն, բայց ռադիոն այլ է, ռադիոն լսելուց դու կարող ես պատկերները տեսնել, երաժշտությունը, խոսքը։ Եկեք գային այ պատկերների առումով։ Հիմա ռադիոն դարձել է վիզուալ, այսինքն եթե տարիներ առաջ հաղորդավարի ձայնն էր լսում, փորձում են պատկերացնել, հա, ինչպիսի կերպար ունի, ով է այդ խոսացողը։ Հիմա ամեն ինչ տեսնում են, այդ առումով ինչ որ բան փոխվել է ձեզ մոտ ընկալումների առումով։ Գիտեք ոնց ես օրինակ միացնում եմ հեռախոսով, Facebook-ով, ձեզ տեսնում եմ այդ առավոտ, անջատում եմ եւ ռադիո ընդունիչն եմ միացնում։ Ավելի հանգիստ է ինձ համար։ Տեսնում եք ինչ են հակել այսօր հաղորդավարները, ինչ են, ովքեր են, ու անջատում եք, մենք լսում ենք։ Բայց ընդհանրապես առավոտյան շուտ եմ արթնանում 5-ին եւ միանգամից ձեռքս մութը տեղը ռադիոին եմ միացնում։ Բայց ասում են այդ մոգական ուժը գախնիկը քանի որ արդեն կորել է, տեսնում են, հա, ամեն ինչ, այդքան էլ հետաքրքիր չէ, ինչ կասեք այդ առումով։ Դե դրա համար ես չեմ նայում, ավելի շատ լսում եմ, որ հետաքրքրությունը չկորի։ Բայց նայելուց էլ է հետաքրքիր, այո, տեսնես հյուրը ով է։ Խառնաշփոթը տաղավարում չէ, ինչ է։ Այ հիմա ձեր տորթը, հիմա ոնց չտեսնեն այս տորթը, հիմա ոնց չտեսնեն։ Հրաշալի տորթ, անհամբեր ենք, չէ՞։ Համտեսել Տիգրան, այսպես նստած նայում ենք։ Տիկին Գայանե, ձեր ընտանիքում ինչպես են վերաբերվում ձեր այս հսկայական սիրուն ռադիոյի հանդեպ, արդյոք խանդ չի առաջանում, ասեն լավ, մի քիչ էլ եկեք մեր հետ շփվեք կամ ինչ եք գտել այդտեղ։ Ես միայնակ եմ ապրում, ինձ խանգարող չկա։ Այդ իսկ ռադիոն է։ Այո, ոչ ես ինչ որ անում եմ ինձ խանգարող չկա, այդ իսկ պատճառով ռադիոն անդադ միացրած է, ես լսում եմ, եթեր եմ մտնում, խոսում եմ ձեզ հետ։ Մենք էլ սիրով ընդունում ենք ձեր զանգերը։ Ի վերջո այդ գերակտիվությունը, հա, գրելու այս ունակությունը, նաև հաղորդակցվելու, այսպես եթերում շատ գեղեցիկ, կիրթ, բանի մատ, ինչպես միշտ ասելիքով լի, որտեղից է գալիս, ումից է փոխանցվել։ Չգիտեմ, իմ ծնողներս բանվորներ են եղել։ Ես էլ ժամանակին արդյունաբերության մեջ եմ աշխատել, իհարկե սովետական միության փլուզումից հետո արդեն չեմ ունեցել այդ աշխատանքը։ Ծնողներս բանվորներ են եղել, քույրս հաշվապահ է եղել կահույքի ֆաբրիկայում, ես էլ բանվոր եմ աշխատել, շատ եմ այտենց սիրել եմ իմ աշխատանքը, վատ չի եղել, մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց երբեք չեմ աշխատել, իսկ դպրոցում հայերենը շատ լավ եմ սովորել, հայոց լեզուն, գրականությունը եւ հայերենի դասագիրքը, որ ստանում էինք ամռանը, ես արդեն անգիր գիտեի եւ քերականությունը եւ բանաստեղծությունները եւ ամեն ինչը, այնպես որ եւ գրական երաժշտական երեկոներն եմ շատ սիրում, ռադիոթատրոնն եմ շատ սիրում, երբ լսում ես օրինակ հեռուստատեսությամբ գրական երաժշտական երեկոն այդքան հետաքրքիր չի, բայց ռադիոն ուրիշ զգացմունքներ է առաջացնում իմ մեջ, ավելի արտահայտիչ է, նամանավանդ ռադիոթատրոնը մեր հին դերասանների ելույթն այդ թատերական ներկայացումները, այնպես որ ռադիոն շատ է մեզ տալիս եւ մենք ուրախ ենք, որ 100-ամյա ռադիոն գոյություն ունի եւ կշարունակի այսուհետ գոյություն ունենալ, ուրախացնելով մեզ, լիացնելով մեր հոգիները։ Իդեպ մեր ռադիոն կնդիրը, ինչպես ասում են, առաջ է ընկել եւ հենց տորթի վրա էլ գրված է Հանրային ռադիո 100, որովհետեւ շատ քիչ է մնացել տոնելու 1 դար Հոբելյան։ Եվ մենք պատրաստվում ենք ամեն լրջը։ Սա առաջին քայլերից է, կարելի ասել վիզուալ։ Եվ քառատող ասեմ ռադիոին նվիրված, որ տարիներ առաջ եմ գրել, գովերքում եմ թե մեր ձայնեղ ռադիո, ձայնը հնչում է առավոտ լուսո, երգ ու տաղերդ լույսերիդ ներքո հմայում են ինձ սիրելի ռադիո։ Գեցեք։ Եվ մի տողել կա մեր հանրային զրուցակից, խոսքով, երգով, հաղորդակից, հավատարիմ ընկերակից, ռադիո եթեր մեզ ուղեկից։ Մենք պարզապես խոսքեր չունենք, ցնցված եք իսկապես, միշտ չէ որ այ ռադիոլուսով հետ կարող ես դեմ առ դեմ հանդիպել եւ լսել
այսպիսի գնահատական եւ այսպիսի խոսքեր։ Մանավանդ չէ, մեր օրերում շատ մարդիկ սիրում են այսպես մեկնաբանություններ գրել, այո, հաճախ այնպիսի բաներ, որ իրենց բնորոշ չէ, համարձակ են մարդիկ ավելի այստեղ, բայց ահա մեր սիրելի ռադիոլսողը այնպիսին է, ինչպիսին այսքան տարիներ չէ, մենք լսել ենք նրան եթերում, շատ ուրախ ենք, որ վերջապես ծանոթացանք Տիկին Գայանե, առողջ եղեք, որովհետեւ ձեր գնահատականը մեզ համար միշտ կարեւոր է։ Այո, այս տարիքում առողջությունը շատ պետք է։ Շատ շնորհակալ ենք, որ Արմավիրից վաղ առավոտյան եկել հասել եք Երևան Ալեք Մանուկյանին եւ իհարկե այս նվերի համար, որ մեզ համար շատ թանկ է։ Այս գեղեցիկ ռադիոական ռադիոտորտի համար։ Ռադիոյում ներկա գտնվելը ինձ համար միշտ տոն է, տոնակատարություն է, անկախ նրանց օրը ինչ օր է։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, հրաժեշտ չենք տալիս ձեզ, ինչու որովհետև հաղորդակցվելու ենք, կսպասենք ձեր զանգերին, ձեր հետաքրքիր մեկնաբանություններին։ Դե իսկ քիչ անց մենք արդեն կանդրադառնանք օրվա հաջորդ տոնին եւ կդիմավորենք, այո, տեսարժան վայրերի օրվան կդիմավորենք մեր մյուս հյուրին։ Մինչ այդ կհասցնենք լուսանկարվել անպայման։ Մնացեք մեզ հետ։ Капля лета на ладонь попала.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:25 ձեզ հետ Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Այսօր մենք նշում ենք ռադիո լսողների միջազգային օրը եւ ահա պատահական չէ, որ այսօր շատ ակտիվ են մեր ռադիո լսողները եւ մենք կրկին զանգ ունենք, տեսնենք թե ով է մեզ միացել։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարև ձեզ, Սևակին, քեզ Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Ամենահին ռադիո լսողներից եմ, նույնիսկ ես Մարատ Խալաջյանին եմ տեսել։ Ահա։ Այն ժամանակ ռադիոկոմիտեն կենտրոնական պոչտայի Գրիշային հարգում էր։ Նույնիսկ ես երգել եմ ռադիոկոմիտեի մանկական երգչախմբում Սեդան Համայակմնայի Ստեփանձյան Սեդաներ։ Հրաշալի։ Ես կարողացա համբերել, որ չզանգեմ, սպասում եմ Ճիշտ էլ արել եք։ Ահա։ Ես էլ եմ շնորհավորում ամբողջ մանկությունս Տիգրան Չուխացյան եմ լսել, այդ ժամանակ այդպես չէր, ռադիոն ստոլբի վրա էր, մի հատ են տոլի կտորից վրեն քաշած, ու մենք լսում էինք շատ Հրաչի Ջունյանին, Վերա Հակոբյանին, եւ ռադիո թատրոններից ամենաշատը սիրել եմ Ազնավուրի մասին։ Հրաշալի է։ Շնորհակալ ենք ձեզ, մեկ էլ շնորհավորում ենք ձեզ որպես այսպես մոլի ռադիո սիրող։ Մի բան վաղուց միան ասել, ուրեմն մի ժամանակ մի քանի տարի առաջ խոսակցություն եղավ բաղնիկներից, գովում էին այդ ոսկու տեղի բաղնիկին, չհամբերեց էլի, զանգեցի, ասեցի մենք ունեցինք եվրոպական բաղնիկ, հաղորդավարը զարմացավ, եվրոպական, ասի այո, եվրոպական բաղնիկ, Չարենցի, Սինսեր դպրոցի եւ այլն, ասեց այդ Սևակին կհետաքրքրի։ Ես չեմ մոռանում, որ դուք ասիք օրորդ հանձ բաղնի, բայց մենք գիտենք եվրոպական եւ ամբողջ մինչեւ 50 քանի թիվ աշխատում էր։ Ես այնտեղ եմ լողացել։ Ահա, Ամիրյան փողոցի տեսարժան վայրի մասին է խոսքը։ Աղջիկ եմ ես։ Ահա։ Դե լավ, շնորհակալ ենք ձեզ սետարկիր մանրամասների համար։ Ահա, սա մեր եթերներից մեկի ժամանակ Տիգրան ոչ, խոսում էինք սուրճուսերի ընթացքում չէ, սուրճուսերի ժամանակ Երևանի ոչ, Երևանի թաքնված հուշարձաններից եւ Ամիրյան փողոցում կա հիմա աստիճանաբար թեման էլ կտանենք դեպի դրան մի հայտնի շենք կա չէ Չարենցի դպրոցի դիմաց որը չի գործարկվում եւ փակ է տարիներ շարունակ եւ խոսում ենք թե ինչ կա այդ շենքում ինչ է այնտեղ թաքնված եւ ահա այդ թեմայի շարունակությունն էր մի փոքր ինտրիգային իհարկե հնչեց լողանալու թեմաներ են այստեղ բացի այն որ այսօր ռադիո սիրողի միջազգային օրն է նաեւ աշխարհը նշում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը եւ այդ առիթով տաղավարում սիրով հյուրընկալել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Լուսինե Իգիթյանին բարի լույս։ Բարի լույս, բայց ես պետը չեմ, պետի տեղակալն եմ, կներեք։ Շուտով դուք կարող եք պետ լինել, ինչու ոչ։ Ոչ մի խնդիր չկա։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ այսօր առավոտը սկսում եք մեզ հետ, մինչև բուն զրույցին անցնել, ինչպես եք առավոտները սովորաբար սկսում։ Առավոտը սկսում եմ բնականաբար սուրճից եւ դա իրականացվում է նախարարությունում։ Հենց առավոտը գալիս է բոլորս սկսում ենք սուրճ խմելուց եւ աշխատանքի process-ի մեջ ենք ընկղմվում, այսպես ասած, բացի մեր վարչության պետից, որը սուրճ չի խմում, այլ նախընտրում է թեյը։ Նախընտրությունները տարբեր են, բայց կարևոր է սուրճը հաղթում է։ Մեզ նման դուք սուրճը դնում եք, եւ անցնում եք աշխատանքի։ Այսօր հուշարձանների եւ տեսարժան վայրերի օրն է, սա ինչ որտեղ նաեւ համար մասնագիտական օր է, ինչ է ընդհանրապես այսօրը ենթադրում։ Տեսեք, 1983 թվականին հուշարձանների եւ տեսարժան վայրերի խորհրդի կողմից առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց այս օրը ամբողջ աշխարհում եւ այս օրը կոպիտ ասած հուշարձանների պահապանների կամ պահպանության օրն է դրանց հանրահռչակման հանրությանը ավելի ընդլայնված նրանց մասին ուրեմն տեղեկություններ տրամադրելու մասին է եւ այլն բնականաբար ուզում եմ օգտվելով առիթից շնորհավորել իմ բոլոր գործընկերներին նաեւ այն մարդկանց այն քաղաքացիներին որոնք անկախ իրենց մասնագիտությունից պահպանում են սիրում են հուշարձանները եւ չեն վնասում ամենակարևորը եւ դրա հետ մեկտեղ ուզում եմ անպայման շնորհակալություն էլ հայտնել այն քաղաքացիներին, որոնք աջակցում են մեզ, որպեսզի մենք կարողանանք հուշարձանները պահպանել եւ դրանք իհարկե մեր
գիտեք, պատմությունը շատ հարուստ է եւ օրվա խորհուրդն է այսօր ճանաչել Հայաստանի Հանրապետությամբ, ճանաչել մեր պատմությունը, պահպանել այն մեր ժառանգությունը եւ փոխանցել սերունդներին։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ այսպես խորհրդանշական բառեր էր ճանաչել, պահպանել, փոխանցել սերունդներին, ինչը եւ արել են մեր նախնիները եւ մեզ այսօր տվել են 25000 հուշարձաններ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա մեծ թիվ է։ Եվ ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ նորահայտ հուշարձանները գնում են հիմնական ցուցակ։ Եվ անցած տարի մենք մոտավորապես այդ թիվը 25000-ից մի փոքր ավելացրեցինք եւ կարծում եմ, որ Հայաստանը այնքան հարուստ է, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր շինարական կամ հողային աշխատանքի ժամանակ ինչ որ մի բան հայտնաբերվում է եւ հնագետները արդեն տեղում են եւ ուսումնասիրում են եւ հետո արդեն ըստ ավանդույթի կամ ըստ ձևաչափի դրանք արժևորվում են եւ ընդգրկվում են հուշարձանների ցանկում։ Ճանաչելու առումով, արդյոք այսօր մեր այդ ձեր ասած 25000 հուշարձանները բավարար չափով են հանրահռչակվում եւ մենք տեղյակ ենք, գիտենք որտեղ ինչ կա։ Չէ, կարծում եմ, որ 25000 հուշարձաններից մենք ոչ մեկս այդքան շատ տեղեկություններ չունենք, բայց Arlis.am կայքում կարելի է ըստ մարզերի տեսնել յուրաքանչյուր մարզում գյուղ, քաղաք եւ այլն, ինչ հուշարձաններ կա, դրանց պետցուցիչները, դրանք հանրապետական թե տեղական նշանակության են, երբ են կառուցվել, հա, մի փոքր ինֆորմացիա, տեղեկատվություն դրանց մասին եւ ցանկության դեպքում դրանք կարող են տեսնել, իհարկե կան դժվարամատչելի հուշարձաններ, բայց մենք ունենք այսպես կոպիտ ասած, մեր հանրության մեջ շատ չասեմ այդ բառը, տարածված, բայց շատ նաև մատչելի կամ ծանոթ հուշարձաններ, բայց դրանցից զատ կան հուշարձաններ, որոնք օրինակ քիչ են հանրահռչակված։ Այդ առումով մենք կազմակերպում ենք օրինակ համերգներ այդ հուշարձանների տարածքներում, տարբեր միջոցառումներ, հենց այսօր օրվա խորհրդին համաձայն Վայոց ձորի մարզում Գլաձորի Համալսարան պատմաճարտարապետական արգելոց թանգարանում տեղի ունենում օրբելյաններին նվիրված գիտաժողով, այս պահին արդեն սկսվել է գիտաժողով, որտեղ մեր երկրի խոշորագույն գիտնականները, պատմության, ժառանգության, մշակույթի պահապանները, գիտնականները իրենց զեկույցներով հանդես են գալիս եւ բնականաբար այդ ամեն ինչը հրատարակվել է, ցանկության դեպքում կարելի է կարդալ։ Հուշարձանները նաև հանրահռչակում են միջազգային կարգի, ասեմ, որ անցած տարի 24 թվականին Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում եւ մտադիր ենք նաեւ նախնական ցանկից տանել հիմնական ցանկ, այդ ուղղությամբ աշխատանքներ են արվում։ Այս տարի 25 թվականին մենք արդեն 3 հայտ ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը նախնական ցանկում 3 հուշարձաններ ընդգրկելու համար, երկուսի մասին կարող եմ ասել, որոնք են դրանք, դա Գառնի տաճարն է եւ Քարերի սիմֆոնիան, այսպես ամբողջությամբ մեկ հայտ է, եւ երկրորդը դա Երևանի ուրարտական ժառանգությունն է, երրորդի մասին մի փոքր ավելի ուշ ժամանակ, որովհետեւ նոր ենք ուղարկել, բայց ասեմ, որ եւ երրորդը ավելի շատ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոքրամասնությունների հուշարձաններին, այսինքն ոչ միայն հայկականն ենք հանրահռչակում, այլև մեր երկրում, մեր Հայաստանում գտնվող, եւ այդ ուղղությամբ նաեւ վերականգնողական աշխատանքներ են կատարում։ Գիտեք, որ անցած տարվանից մենք սկսել ենք Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցու վերականգնման աշխատանքներ, որոնք նախատեսվում են։ Ափսոս համարյա թե չէ, այսպես ոչնչացման եզրին էր։ Ինքը վատ վիճակում էր գտնվում եւ մենք որոշեցինք, որ այն կվերականգնենք եւ վերականգնողական աշխատանքները հենց ավարտվեն հաջորդ տարի, այսինքն այս տարի արդեն նախագիծն ենք նախատեսել, Սյունիքի մարզի Կավարտի հունական եկեղեցին ենք վերականգնելու, որը էլի վատ վիճակում է։ Մեր աշխատակիցները, այսպես հուշարձանների պահապանները, մարզային աշխատակիցները, որոնց մենք անվանում ենք, իրենք
մշտադիտարկում են կազմակերպում անընդհատ հուշարձանների եւ այս պահի դրությամբ մենք մի հատ ցուցակ ունենք 600 հուշարձան ունենք, որոնք հրատապ ամրակայման, նորոգման եւ վերականգնման ենթակա են, այո։ Փառք Աստծո, բյուջեն ամեն տարի ավելանում է, եթե անցած տարի մենք վերականգնեցինք 15 հուշարձան, որոնցից 3-ը ավարտուն են, 12-ը շարունակվում են, այս տարի բյուջեն 880 միլիոնից դարձավ 1 միլիարդ 770 միլիոն եւ այս տարի մենք նախատեսում ենք 20 հուշարձան վերականգնել, բուն վերականգնողական աշխատանքներ կատարել եւ 10 նախագծեր անել, որոնց հիման վրա հետագա տարիներին իհարկե վերականգնողական աշխատանքներ կանենք։ Պետություն մասնավոր համագործակցությունն եմ շատ կարեւորում։ Կան հետաքրքիր բարերարներ, որոնք չեն ուզում ոչ մի կերպ իրենց անունները հանրահռչակվեն կամ ինչ որտեղ գրվի եւ անգամ մեր նախարարության հետ, պետության հետ հուշագրեր չեն կնքում, լուր բերում են նախագծերը իրենց միջոցներով, հա, մեր մոտ դա քննարկվում է գիտամեթոդական խորհրդում եւ հետագայում արդեն նորից գումար են դնում, վերականգնողական աշխատանքներ են իրականացնում եւ այլն եւ այլն։ Այդպիսի 6 հուշարձան ունենք վերականգնված եւ իրական մեքենասներ են, որոնք իրական մեքենասներ են բարձրաձայնում իրենց Ես չեմ կարծում, որ հուշագիր կնքելը նախարարության հետ բղավելու պես մի բան է, բայց շատ հաճախ, այսպես շատ համեստորեն իրենք նույնիսկ չեն ուզում իրենց անունը ինչ-որ միտեղ գրվի կամ ինչ-որ միտեղ հանրահռչակվի, լուր անում են, այս պահի դրությամբ պետք է ուրախությամբ նշեմ, որ Երևանի Կարմիր կամուրջն է, հա, վերականգնվում է, արդեն ավարտին է մոտենում, Աստվածընկալ Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցին է ավարտվել, սրանք բոլորը բարերարի միջոցն է, Մակարավանքն է այս պահին սկսում կեցեն մեր բարերարները, ովքեր սիրում են իսկապես մշակույթը։ Եվ կեցեն մեր մասնագետները, որոնք հոգ են տանում այս հուշարձանների համար եւ նաեւ փորձում են վերականգնել։ Իդեպ հետաքրքիր է ունենք անհրաժեշտ մասնագիտական բազան, թե հաճախ այդ վերականգնման դժվար աշխատանքներում նաեւ օտարազգի մասնագետների եք ներգրավում։ Փառք Աստծո, մեր վերականգնման ճարտարապետական դպրոցը բավականին ուժեղ է եւ ճարտարապետների պալատը տալիս է տարբեր ճարտարապետների ինչ որ դասեր A, B, G եւ այլն։ G դասը դա վերականգնող ճարտարապետներն են եւ այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք լիցենզավորված մոտ 30 վերականգնող ճարտարապետներ։ Մեր ճարտարապետական դպրոցը կարող եմ ասել, որքան որ ես հետամուտ եմ լինում, մի փոքր տարբերվում է օրինակ օտարերկրյա վերականգնող ճարտարապետներից զուտ են բանով, որ մեր ճարտարապետությունը շատ ուրույն է, հա, մենք քարը սիրում ենք ու մեր ճարտարապետական դպրոցը բավականին ուժեղ է, որովհետև մենք սեյսմիկ գոտում ենք գտնվում, հա, այն ինչ որ կառուցվել է, չգիտեմ, վաղ միջնադարից օրինակ Երերույքի նույն բազիլիկ եկեղեցին մինչև օրս կանգուն է։ Կան ոչ կանգուններ իհարկե, բայց դրանք բոլորը հնարավոր է, այսինքն վերականգնող ճարտարապետը կասի հնարավոր է, եթե որտեղ հնարավոր չէ վերականգնել, այդտեղ արդեն կոնսերվացիոն ամրակայումն է գնում եւ կարողանում ենք դա պահպանել։ Իհարկե դժվար է 25 հուշարձան պահպանել, վերականգնել, դրա համար պատկերացնում եք, չէ, ինչ ահռելի գումարներ են պետք, որովհետեւ սովորական շինարարությունից մի 10 անգամ թանկ է վերականգնման աշխատանքները եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ վերականգնող ճարտարապետներին։ Ուզում եմ հպարտությամբ նաեւ ասել, որ նախարարությունը վերջին 3 տարիներին մեծ աշխատանք է տանում մեր որմնանկարների վերականգնման աշխատանքներում։ Եթե Հայաստանում կա ճարտարապետաշինարական համալսարանում վերականգնման ամբիոն, ապա Հայաստանում չկա որմնանկարների եւ խճանկարների վերականգնողների դպրոց։ Այս պարագայում մեր երիտասարդները գնում էին դուրս, սովորում էին հիմնականում ռուսական դպրոց, իտալական դպրոց եւ այլն։ Եվ Փառք Աստծո այսօր ոչ շատ, բայց մի քանի արդեն խմբեր ունենք վերականգնող որմնանկարների վերականգնողների եւ մի փոքր խումբեր խճանկարների, որոնք փայլուն աշխատանք կատարեցին եւ վերականգնեցին Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները, արդեն ավարտին են։ Մայրաթորի որմնանկարները, գիտեք, 6 տարի վերականգն դա ահռելի աշխատանք էր, որը իրականացվեց եւ պետք է ասել, որ
շատ լավ է արվել։ Անցած տարի մենք Գյումրու դրամատիկական թատրոնից տեղափոխեցինք Գյումրու համայնքապետարան Սպիտակի երկրաշարժից տուժած Հակոբ Հակոբյանի սարերում որմնանկարը եւ տեղում նորից վերականգնեցինք։ Այս տարի էլի ունենք աշխատանքներ, որոնք որմնանկարների հետ եւ մասնագիտական խումբ ունենք հավաքված մեր հայ մասնագետներից, այդ թվում նաեւ միջազգային մասնագետներ կան այս խմբում, որ անհրաժեշտությունը կար։ Նշեցիք այ մի քանի հայտ ունեք, հա, ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղարկված, ուզում եմ հասկանալ ինչ չափանիշներով պետք է լինի օժտված տվյալ հուշարձանը, որպեսզի հայտ ներկայացնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու համար եւ ինչ է տալիս մեզ այդ ցանկում ընդգրկվելը։ Սկսեմ վերջի հարցից, ցանկում ընդգրկվելը տալիս է հանրահռչակում, այսինքն մեր հուշարձանները հանրահռչակված են։ Մենք հիմնական ցանկում այս պահի դրությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ունենք թվով, այսպես ասեմ, խմբավորումով 3 հուշարձան, բայց դրանց թիվը 5-ն է։ Սանային Հաղպատը, Էջմիածին Զվարթնոցը եւ Գեղարդի վանական համալիրը։ Նախնական ցանկում մենք ավելի շատ հուշարձաններ ունենք։ Դվինը, Երերույքը, Տաթևի անապատը եւ Տաթևի վանքը մի հատ էլ մոռացա, ես նորավանք ասեցի, եւ նաեւ վիշապաքարերը տիրին կատարի ընդգրկվեցին։ Հիմա աշխատանքներ են տարվում, որ Տաթևի վանքն ու Տաթևի անապատ այդ խումբը մտնի հիմնական ցանկ, ընդգրկվի հիմնական ցանկ։ Իսկապես արժանի հուշարձաններ։ Այո։ Այ հանրահռչակում ասացիք, ինչով է դա պայմանավորված։ Իրենք ներկայացնում են դա։ Այո, համաշխարհային դա դառնում է ոչ միայն համահայկական հուշարձան, դա դառնում է համաշխարհային հուշարձան։ Կատալոգներում է ընդգրկվում։ Այո, կատալոգներում են գրկվում եւ պատերազմների ժամանակ շատ կարեւոր է պատերազմների ժամանակ թերևս այդպեսի մի կետ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որ ինքը պաշտպանության ներքո է, չնայած իր այդ դեպքերից հասկացանք, որ դա չի աշխատում, բայց այս դեպքում մեր հուշարձանները հանրահռչակվում են եւ ինչն է կարեւոր, հուշարձանը պետք է իր պատմական նախնական տեսքով մնա, այսինքն դա չի նշանակում Քավլիցի, որ իրեն չպետք է վերականգնել եւ այլն, բայց այդ վերականգնումը պետք է լինի հենց պատմական տեսքի վերականգնումով, ոչ թե նորարարություններ, այնտեղ ավելանան եւ այլն եւ այլն։ Այս կտրվածքով, այս չափորոշիչներով մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք կարողանում ենք ընդգրկել։ Իսկ չափանիշները, որով դիմում եք։ Կա ուրեմն իրենք ունեն ձևաչափեր, այդ ձևաչափով լրացվում են այդ մասնագետների կողմից հայտերը եւ այդ հայտերը ուղարկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, սկզբից պետք է նախնական ցանկում ընդգրկվի, հետո արդեն աշխատանքը ամենաբարդը հիմնական ցանկ ընդգրկելն է եւ անցած տարի երբ որ վիշապաքարերը մենք ընդգրկեցինք, ես կարծում եմ որ մենք հաղթանակ ունեցանք, որովհետեւ 29 տարի մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ոչ մի հայտ չէինք տվել։ Ահա։ Երբ որ մեր հարևան ոչ լավ հարևանները ամեն տարի ավելի շատ ուզում եմ հարցնել, քիչ չեն մեր հայտերը, ի վերջո կամ ցանկում ընդգրկված հուշարձանները, որ դրանք ավելանան։ Այս տարի տեսեք 3-ն ենք արդեն ուղարկել։ Քանի հուշարձան ունենք Հայաստանում եւ դրանցից 3 խումբներ արվելը, կարծում եմ իսկապես դեռ աշխատելու շատ տեղ կա։ Այո։ Մենք ունենք զանգ ունենք։ Ու կնդիր, բարի լույս, դուք եթերում եք։ Ալո։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես լսում եմ Նորքից։ Ահա։ Շնորհավորում եմ բոլոր ռադիո լսողներին, իրենց տոնակատարությամբ արդիվ, հարցս ուզում եմ ուղղեմ մեր հյուրին, ուրեմն Ավանում մի հատ տիրանավոր եկեղեցի կա։ Ես շատ վաղուց եմ եղել այդտեղ, շատ անմխիթար վիճակում էր։ Հիմա ուզում եմ հարցս ուղղեմ մեր հյուրին, որ եթե հնարավոր է ինչ-որ վերականգնելու, թող այդ եկեղեցին էլ այդ վերանորոգման ցանկում մտցնեն, վերականգնեն էլի եկեղեցին, որտեղ իմ հիշողության մեջ դա մնացել է շատ մի սիրելի հուշարձան եկեղեցի։ Խնդրում եմ չմերժեք։ Շատ լավ, շնորհակալ ենք հարցի համար։ Խոնարհված եկեղեցի է, չէ՞, կարծես։ Այո, տանիքը չկա, շատ շնորհակալություն հարցի համար։ Ես էլ եմ այս Ավանի Ծիրանավոր եկեղեցին շատ սիրում եւ այն թվագրվում է 5-րդ դարով եւ ինքը եղել է նաեւ թագավորանիստ ըստ պատմության։ Այս եկեղեցու մասին կարող եմ ասել, մենք ինչ աշխատանքներ ենք արել, այստեղ կատարվել են համալիր պեղման աշխատանքներ տարիներ շարունակ եւ
եւ այդ ամբողջ նյութը եւ ուսումնասիրվում է եւ ուսումնասիրվել է եւ հանրահռչակվել է ունենք նաեւ նախագիծ եւ հարգելի ունկնդրի նաեւ ցանկությամբ մենք այն ընդգրկել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրում դրա վերականգնման, ամրակայման եւ նորոգման հարցը եւ մոտակա տարիներին ըստ երևույթին նաեւ կսկսենք այդ աշխատանքները, ասեմ, որ վաղ միջնադարյան եկեղեցիներից, այս տարի նաեւ խոնարհվածներից, հա, քանի որ խոսքը գնաց խոնարհվածներից, մենք նախատեսում ենք վերականգնել նաեւ Պտղնի եկեղեցին, որը գիտեք, շքեղագույն եկեղեցի է, նախագիծը ունենք եւ այս տարի նախատեսում ենք այն սկսել վերականգնման աշխատանքները։ Շատ անելիք կա այս ոլորտում բնականաբար, որովհետեւ միջ մեկը վերականգնում եք, չէ, մյուսների հետ կապված միգուցե խնդիրներ առաջանան, ընդհանրապես մեր հայ հասարակությունը, տեսեք, ունենք հոգատար ռադիոլսող, զանգել եւ խնդրում է, բայց ցավոք ունենք նաեւ դեպքեր, երբ մարդկային գործոն է, երբ մարդիկ բարբարոսաբար են վերաբերվում մեր հուշարձաններին, տարատեսակ գրվածքներից, չէ, A+ հավասարեսը, մինչեւ այո, վատ վարքագից, ընդհանուր առմամբ ինչպիսին է այսօր հասարակության վերաբերմունքը հուշարձանների հանդեպ։ Հարցը գլոբալ է, գիտեմ, որ հստակ պատասխան չունեմ։ Տեսեք, այդ գրվածքները ճիշտ է շատ վատ է, բայց աշխատում ենք իրանց հետևից մաքրել, նույն մեր վարչությունը, մեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, ՊՈԱԿ-ը, մյուս ՊՈԱԿ-ը, պատմամշակութային արգելոց թանգարան ՊՈԱԿ աշխատակիցներով մենք հավաքվում ենք, գնում ենք մաքրում ենք պատերի այդ գրվածքները, որ հնարավոր է մաքրել, բայց նորից էլի եթերից ասենք շուրջ, մի արեք այդպիսի բան։ Իհարկե, մի արեք։ Ավելի բարդ է Facebook-ում գրեք։ Facebook-ում եկեղեցիների պատերի հետ գործում եք։ Մենք նույնիսկ նյութ ենք հրատարակել, դպրոցականներն են թիրախները, որ չի կարելի պատերին կանգնել, շատ հաճախ տեսնում եմ, որ պատերին կանգնում են, որովհետև ոչ միայն հուշարձանին են վնաս տալիս, բա որ քարը պոկվի իննի ու իրենց էլ վնաս տան։ Գրում են, ավելի շատ են փորագրում են, այդ փորագրելը հնարավոր չի վերացնել, որովհետև պատմական քարը ինքը պետքա տաշես, որպեսզի ինքը գա իր նախնական տեսքին, բայց ինքը բարակում է, այլ պատմական քար չի համարվում, ուրեմն պետք է դա փոխել։ Ամբողջ հուշարձանը ոչ էս քանդի մի քարի համար կամ մի երկու քարի համար։ Ուղղակի պետք չի ոչ մի բան անել, մի անգամ մաքրման աշխատանքներից մեր աշխատակիցները զարմացան, որ աղբը, որը, չգիտեմ, մարդիկ բերում են ինչ որ բաներ են թողնում խորանի վրա, այդ մնում է, կեղտոտվում է, հա, այնտեղ ինչ որ բաներ մաքրեցին, հանեցին, ասում եմ, բայց դրանք սրբապատկերներ են։ Մեր հայկական եկեղեցին, մեր պատմությունը այդպիսի սրբապատկերներ չունի, սրբապատկերները մերը չի, դա բյուզանդականն է, դա ռուսականն է, բայց ոչ հայկական։ Սրբապատկերները հայկական երբևիցե չեն եղել, որմնանկարները, այո, խճանկարները, այո, բայց ոչ սրբապատկերները։ Եվ խորաններն էլ պետք չէ, այդքան ծանրաբեռնել, զուտ սրբապատկերներ, ես կարծում եմ, որ Աստծո հետ կապված է հոգու խորքում, եւ ուղղակի պետք է մեր հուշարձանները սիրել, պահպանել եւ ճանաչել, ավելի շատ ճանաչել, երբ որ ճանաչենք, կսիրենք։ Կրկին ունենք զանգ, բարի լույս ունկնդիր, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես նույնպես շնորհավորում եմ ձեր նշանավոր օրը, հոբելյանական օրը։ Ես ինքս Քանաքեռի բնակիչ եմ եւ խնդրում եմ, Քանաքեռում կա ամենափրկիչը, հենց փողոցի վրա է գտնվում, որ ճիշտ է, հիմա ինչ որ մեկը անհատական մեկը լուսավորություն անցկացրել լարերը օդի մեջով, բայց եթե հնարավոր է հաշվի առեք, դա էլ վերանորոգեք, որովհետեւ դա շատ մեծ հիշողություններ, պատմություն Աբովյանի հետ կապված Քանաքեռում, քանի որ կա եկեղեցիներ, խնդրում եմ դա էլ եթե հնարավոր է վերանորոգեք։ Եվ դրա հետ միասին ես շատ սիրում եմ ձեր հաղորդումները, մշտական ձեր ունկնդիրներից եմ եւ շատ կուզեի, որ օրվա մեջ գոնե անեն ժամերի լիներ կամ շաբաթվա մեջ կրկնվեր ձեր հաղորդումները, որովհետեւ շատ հաճելի է լսել ձեզ։
Շնորհակալ ենք լավ խոսքերի համար եւ նաեւ հարցի համար շատ ինտերակտիվ կապ ստացվեց այսօր խնդրեմ պատասխանեք հարցի չէ ավելի շատ առաջարկներ եւ նաեւ տեղեկատվություն որ գուցե այնտեղ ապօրինի աշխատանքներ են արել ես ձեր եթերից հետո որ գնամ արդեն աշխատանքի կզանգեմ մեր մարզային աշխատակիցներին կուղարկեմ տեսնեն ինչ է հա այդ լուսավորության հետ կապված չեմ կարող ասել որ մենք այս տարի քանակերի միշտ բանը եկեղեցին դրել ենք կան նաև այսպիսի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ՀՀ օրենքում կան սեփականությամբ հանձնված հուշարձանների պահպանություն հա մենք ունենք մասնավոր հուշարձան բնակելի տներ օրինակ կամ մայր աթոռին հանձնված հուշարձաններ եկեղեցիներ հա հիմնականում եւ դրանց ըստ մեր օրենքի դրանց պահպանությունը պետք է իրականացնի հենց սեփականատերը կամ օգտագործողը միշտ չէ որ կրկին որոշակի նորմերով չէ ամեն ինչ իհարկե չի կարելի այո այսինքն բոլոր նախագծերը բերվում են նախարարություն մեր գիտամեթոդական խորհրդին ասեմ նաև որ օրինակ բնակելի տների կամ գուցե թող չլինի բնակելի տուն, բայց հուշարձան շենքի, որը պատկանում է Պողոսյան Պողոսին, ենթադրենք, դրա համար նաև նախարարությանն են տվում պահպանական պարտավորագրեր, դա էլ է օրենքով սահմանվում, ըստ պահպանական պարտավորագրի սեփականատերը պետք է իր նախնական պատմական վիճակով այն պահպանի։ Այսինքն եթե քո բնակելի տունն է, լինում են զանգեր, զանգում է, ասում եմ քաղաքացին, ես ուզում եմ խոսքի սա քանդել, իսկ 21-րդ հոդվածով հուշարձանի քանդումն արգելվում է եւ քրեական պատասխանատվության է ենթարկվում, քանդել ուրիշ բան սարքել։ Ասում եմ, չեք կարող քանդել, դուք կարող եք այն նորոգել, վերականգնել։ Ասում եմ, բայց ինձ հիմա բան չէ, չեմ կարող էլի դա անել։ Փող չունեմ։ Երբ չկա գումար պետք է քանդել ստացվում է։ Քանդեմ ուրիշ բան սարքեմ։ Բայց գումար ունի չէ։ Դες փող չունեմ վերականգնեմ, բայց փող ունեմ քանդեմ նորը սարքելու։ Եվ այս պահի մենք ունենք անցած տարի 250 պարտավորագրեր հավաքել ենք։ Ահա։ Նոր։ Շնորհակալ ենք ընդգրկուն եւ սպառիչ պատասխանների համար շնորհակալություն է շատ երկար կարող ենք խոսել եւ Տիգրան մեր հարցն էլ վերջին որ ռադիոլսողներին ենք ուղղել նաեւ մեր հյուրին ուղենք այսօր առավոտից հարցնում ենք սիրելի հուշարձան Հայաստանում եւ աշխարհում տեսարժանվայր իհարկե ձեր դեպքում սա խիստ մասնագիտական հարց է դժվարանակ ենթադրում եմ մեկը առանձնացնել բայց ամեն դեպքում փորձենք Գիտեք, ամսի 19-ին մենք այս տարի մի հատ շատ հետաքրքիր նախաձեռնություն ունենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հրավիրում է Քայլարշավի եւ Քայլարշավը տեղի ունենալու Դսեղ գյուղում ամսի 19-ին Վաղ այսինքն Այո Դսեղ գյուղում Թումանյանի տուն թանգարան հետո Քայլարշավ Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիր Չգիտեմ դուք տեղել եք Բարձրաքաշում, թե չեք եղել, խորհուրդ եմ տալիս, դա իմ սերն է։ Դսեղի Սուրբ Գրիգոր վանական համալիրը դա իմ սերն է, որովհետև Գիգորը հաստատ բոլորս տեսել են։ Գիգորի այդ աղբյուրով իջնում ես այդ կածանով։ Էլի խոնարհված եկեղեցի։ Այո, եւ մենք այդտեղ պեղումներ ենք իրականացրել եւ այդ նախագիծը շատ բարդ է անելը, բայց հուսամ որ կանենք։ Եվ կարող եմ ասել, որ հենց այո, Մամիկոնյաններն են կառուցել եւ դա անտառի մեջ է շատ գողտրիկ մի վարական համալիր։ Արդյոք օգտվեք նաեւ հրավիրենք ռադիոլսողներին, ովքեր գուցե ֆորմալ լինի։ Գիտեք, հայտարարությունը սահմանափակ տեղերի համար էր։ Գրանցվել էին 5 անգամ ավել մարդիկ եւ մենք ընդհանրապես 50 հոգու են կարողացել վերցնել։ Անպայման հայտարարությունը հաջորդ որ տվեցինք երեք, որ բոլոր գրանցվածները նմանատիպ հաջորդ միջոցառումներին կընդգրկվեն։ Շատ բարի։ Ես հիշեցնեմ մենք զրուցում ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի հետ, իսկ մենք շարունակում ենք եթերը։ Need
Սուրճ ու սեր առավոտից։ 10:55 րոպե, վերջին 5 րոպեն է մեր այսօրվա եթերի եւ ավարտին ունենք լուրեր նաեւ մարզաշխարից։ Այո, մարզաշխարից եւ ուրախալի լուրեր, որովհետեւ այս օրերին մեր մարզիկները շարունակում են տարբեր հաջողություններ գրանցել։ Մոլդովայում, գիտեք, շարունակվում է Եվրոպայի առաջնությունը եւ պայքարի մեջ 3 մտան 81 կիլոգրամ քաշային ծանրորդները, ծանրամարտի առաջնության մասին է խոսքը, եւ Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում ունեցավ 3 հաջող մոտեցում եւ դարձավ արծաթե մեդալակիր, ասել թե փոխ չեմպիոն։ Մենք շնորհավորում ենք Ռաֆիկին այս հաղթանակի առիթով եւ մաղթում, որ հաջորդ մրցելույթում միգուցե նաեւ հաջորդ տարիներին ոսկի բերի մեր հավաքականին եւ ասենք, որ շարունակվում է իհարկե ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ այսօր պայքարի մեջ են մտնում Հայաստանի կանանց հավաքականից 2, իսկ տղամարդկանց հավաքականից 1 մասնակից ժամը 17-ին պայքարի մեջ կմտնեն 89 կիլոգրամ քաշային ծանրորդները։ Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի նաեւ մնացական Աբրահամյանը, իսկ ժամը 20-ի մրցելույթները կսկսեն Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը հանդես գալով 76 կիլոգրամ քաշային կարգում հաջողություն։ Այո, հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։ Ավարտին նաև ներկայացնեմ տարադրամի օրվա փոխարժեքը։ Ամերիկյան $1 փոխարժեքն է 390.94, 1 եվրոն 443 դրամ է, 1 ռուբլին 407 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 516.82 դրամ է։ Տիգրան, նաև ասեմ, որ այս պահին Մարիա քաղաքում արդեն +12 է, բավականին արևոտ եղանակ, այնպես որ կարծում եմ ուրբաթ օրը կարելի է այսպես բավականին հաճելի անցկացնել, եղանակի հետ մի կապեք ձեր տրամադրությունը։ Վայելեք աշխատանքային շաբաթվա վերջին աշխատանքային օրը, ձեզ հետ են Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը, մենք եթերում կլինենք արդեն 2 շաբթի։ Դե շաբաթ ունենք նաև երաժշտական առավոտ 9:30-ից, միացեք մեզ, կհանդիպենք։ Սուրճ ու սեր առավոտից։